Բարի լույս սիրելիներս, շատ բան ունեի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով և թանաքով, քանի որ հույս ունեմ անձամբ գալ ձեզ մոտ և դեմ առ դեմ խոսել, որպեսզի մեր ուրախությունը կատարյալ լինի։ Քեզ ողջունում են քո ընտրյալ քրոջ որդիները, շնորհ ընդ ձեզ։ Սիրելիներս, երբ Հովհաննես առաքյալն իր այս նամակը մնացած իր գրությունները որ գրում էր, ինքը գտնվում էր գերության մեջ, աքսորված էր Պատմոս կղզում և գիտեք, որ միակ առաքյալն էր, որ իր մահով է մահացել, այն էլ աքսորի մեջ։ Հնում չկար այսօրվա նամակագրությունը հեշտությամբ, երբ որ կարող էր մեկ կոճակի սխմելով ու նամակը ուղարկել մյուսներին, այլ մարդիկ ամիսներով կամ շաբաթներով սպասում են, թեև նամակը պիտի գար հասներ իրենց։ Այսօրվա թուղթն էլ չկար, գրվում էր մագաղաթի կամ եգիպտական պապիրոսի վրա։ Բայց քանի որ իրենք միշտ փափագ ունեին տեսնելու, որովհետև դեմ առ դեմ հանդիպումը մեծ ուրախություն է բերում։ Մեկ բան է, որ դու սահմանափակ կարող ես նամակ գրել, մեկ բան է, որ դու կարող ես մարդու հետ նստել երկար խոսել։ Եվ սա շատ կարևոր պայման է քրիստոնեության մեջ, որովհետև շատ կրոնական խմբակներ կան, որ ասում են ինչ որ սուրբ գրքի մեջ գրված չէ, մեզ համար ընդունելի չէ։ Բայց երբ որ դու գնում ես դեմ առ դեմ խոսում ես, ինչպես նաև Հովհաննես առաքյալը իր ավետարանի մեջ ասում, շատ բաներ Քրիստոս մեզ սովորեցրեց, մենք տեսանք, բայց քանը հնարավոր չէ այստեղ գրի առնել։ Նշանակում է բանավոր խոսքի ժամանակ ավելին է փոխանցվել, եւ այդ բանավոր խոսքից մենք շատ բան ենք սովորել, եւ այդ փոխանցված ավանդությունը Սուրբ գրքի հետ հավասար կարևորություն ունի քրիստոնյայի կյանքի մեջ։ Եվ վերջում ասում է, որ քեզ ողջունում եմ քո ընտրյալ քրոջ որդիները, նշանակում է, որ կամ տիկնոջը կամ ինչպես ասել եմ, որ շատ մեկնիչներ ասում են, սա Մայրամ Աստվածածինն էր, ուրեմն նրա հարազատներ, բարեկամներ շատերը գտնում են Հովհաննես առաքյալի հետ։ Եվ վերջին հատվածը շնորհ ընդ ձեզ, այսինքն Աստծո շնորհը թող ձեզ հետ լինի։ Ձեզ ասել եմ, որ շնորհ նշանակում է Աստծո ողորմությունը, սերը, ներկայությունը մարդու հետ։ Շատ կարևոր է, որ Աստծո սերն ու ներկայությունը մարդը զգա իր կյանքի մեջ։ Մենք այսօր դրա պակասն ունենք, այդ շնորհը կորցրել ենք մեր մեղքերի պատճառով, մեր բացթողումների պատճառով եւ ամենագլխավորը անտարբերության պատճառով։ Իսկ երբ որ մարդը զրկվում է Աստծո շնորհից եւ Աստծո ներկայությունից, ինքը դառնում է քամուն ենթակա տերևի պես եւ քամին կամ այս աշխարհի մեղքը ինչպես ուզում է, մարդուն որտեղ ուզում այնտեղ էլ տանում է։ Եվ որpեսզի դու միշտ ամուր մնաս, քամիները, փոթորիկները, ձյունը, անձրև ինչքան էլ գան, քեզ հարված են դու ամուր մնաս, ուրեմն դու նաև պիտի ունենաս Տիրոջ շնորհը, ինչպես Հովհաննես Պողոս առաքյալն է ասում, կարճած մնացեք ձեր հավատքին, այսինքն ամուր բռնեք ձեր հավատքը։ Եթե քո հավատքը ամուր չբռնեցիր, չպայքարեցիր այդ հավատքի համար, դու մի օր անպայման պիտի կորցնես։ Եթե կորցրեցիր, կմնաս միայնակ։ Իսկ միայնակ մարդը չարի համար խաղալիք է, ինչպես ուզի, այնպես էլ նրա հետ կվարվի։